Եվ Զելենսկին ասել է դու արիստեղ։ Այ բալամ։ Արիստեղ։ Այսինքն Վալոդիկի նպատակների մեջ բոլորովին էլ հրադադար հայտարարելը չկա։ Շատ կարճ ամփոփելով այդ կռվի թեման ասեմ, որ Վալոդիկի նպատակն է ոչնչացնել Ուկրաինան, մինչև վերջի մարտը կռվել Ուկրաինան ոչնչացնելու համար։ Հաշվի չեր առել շատ հանգամանքներ, հա, ու հիմա եկել բախվում է մի պատի, երբ որ Ուկրաինան ծնկի չի գալիս։ 40,000 զոհ է տալիս Կրեմլը, որպեսզի գրավի, ասենք 10-15-20 հազարանոց քաղաք։ Այդ քաղաքը գրավելուց հետո պարզվում է, որ այդտեղ քաղաք չկա այլևս։ Այդտեղ մենակ ավերակներ են։ Այն կարգի ավերակներ են, որտեղից շինանյութ հնարավոր չէ վերցնել, տանել մի ուրիշ բան սարքել։ Հա, այս մարդու նվաճումները Ռուսաստանի մոր հաշվին։ 1400 օրերի ընթացքում Ռուսաստանը ծախսել է մոտավորապես $700 միլիարդ, $650 միլիարդ, առասպելական թվեր են էլի սրանք, հա, չհաշված Եվրոպայում արևմուտքում ունեցած իր պահուստները մոտ $300 միլիարդ, այսինքն $1 տրիլիոն չափ փող է ծախսել, վառել է, էլի, պլյուս 200,000-ի կարգի զոհերը, 800-900,000-ի կարգի հաշմանդամները մարմնական վնասվածքներով ռազմի տաշտից հեռացածները, էլի, հա, չեն կարող կռվել այդ մարդիկ, էլի։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։